Բարեձեզ օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 12 նոյեմբերի չորեքշաբթի։ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողներիդ ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, խաղաղության գործընթացին, Հայաստանի նախկին նախագահների հնչեցրած հայտարարություններին։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել։ Հիմա ես էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ինչ է նշանակում։ Այսինքն խոսքը վերաբերվում է, իմիջայլոց ես նախորդ բրիֆինգի ժամանակ խնդրեցի լրագրողը ինձ պետք է տեղեկություն փոխանցել, ես էլ իրան այդ քարտեզը պետք է փոխանցեի։ Այսինքն հասկանում եք, պետք է մենք ճիշտ հարցը ճիշտ պետք է ձևակերպենք, որպես պատասխանը ճիշտ լինի։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, չգիտեմ, որ թվի քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ թիվը հետ գնանք։ Ինչ վերաբերվում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, այդ հարցի պատասխանն էլ ունենք, դա մենք ամեն օրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ։ Եվ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Այսինքն դիտանկյան խնդիր է, եւ ես կարծում եմ, որ եթե եւ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի։ Շատ հարցեր կլուծի։ Այսինքն այն անկալումը, թե մենք պետքա բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, այդտեղ էլ բացարձակ չի։ Այսինքն դա պրոցես է, կենթանի պրոցես է, հիմա էդ էլ ճիշտ չի ասել, այսպես պետք է անենք, այդպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այս կետին չէինք հասնի։ Այսինքն խաղաղության այս կետին չէինք հասնի։ Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին։ Պարոն Փաշինյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում թե երկրորդ, թե երրորդ նախագահները անդրադարձան ծեր կառավարության իրենց խոսքով ձախողումներին, իրենք փաստարկներ ու տարբեր փաստեր ներկայացրին, բայց ես կխնդրեմ անդրադառնալ Սերժ Սարգսյանի մեր հայտարարության, ըստ որի դուք ձեզ առաջարկվել է, փոխվարչապետի պաշտոն 2018 թվականին, ուզում եմ երկել կամ հաստատել այս լուրը, եթե առաջարկվել է, ապա ում կողմից ինչ պայմաններում եւ ինչու է մերժվել։ Հիմա պատմեմ, թե ինչ է եղել Կարեն Կարապետյանի եւ իմ խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է հետևյալի մասին, որ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով, եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն, եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից, եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ, դա ընդունելի չի ինձ համար, եւ Սերժ Սարգսյանը պետքա հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է եւ ասել է, եկել է վերադառնալով, ասելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ, դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը, որից հետո գնացել է եւ ես չգիտեմ, բայց ընդհանրում է գրում էր խոսում էր ինչ որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում, որից հետո վերադարձել է եւ ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Ես ասել եմ, դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է, ընդունելի է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը մեկուսահանում Կարեն Կարապետյանի հետ։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանում կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռում եղել է 20 մարդ, անձնակազմի 4 անդամ եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի 16 սպա, այդ թվում երկրի ռազմածովային ուժերի շտաբի պետ Իլքեր Ակաուտը։ Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 զինծառայողներից 19-ի մարմինները հայտնաբերվել են, վերջին զինվորականի մարմնի որոնումները շարունակվում են։ Հայտնաբերվել է վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղը։ Տեղեկությունների համաձայն պայթյունի վարկածը բացառվում է, քանի որ ինքնաթիռը տեղափոխում էր F-16-ի մեխանիկական պահեստամասեր եւ պայթուցիկ նյութեր չեն եղել։ Նախնական տվյալով չեն հայտնաբերվել նաեւ արտաքին ազդեցության հետքեր։ Շրջանառվում է վթարի նախնական 2 վարկած։ Նախ ինքնաթիռը երկար ժամանակ շահագործման մեջ է եղել, վերջին կապիտալ վերանորոգումը տեղի ունեցել 2020 թվականին, ինքնաթիռի Իրանի խափանումը կարող էր պայմանավորված լինել կոռոզիայով։ Երկրորդ տարբերակը բեռի ոչ պատշաճ ամրացումն է եղել։ Թռիչքի ընթացքում այն կարող էր տեղաշարժվել, վնասելով ինքնաթիռի ներքին կառուցվածքները, վտանգելով դրա ամբողջականությունը։ Վթարի պատճառը ուսումնասիրում եւ համատեղ քննություն են իրականացնում Թուրքիան եւ Վրաստանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե պարտավորություն ունի դատի տալ BBC-ին պանորամա փաստագրական ֆիլմում սխալ մոնտաժի համար։ Նա այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, թե իր խոսքը իր բառերով ասած մորթվել է եւ դրա ներկայացման ձևը խաբել է հեռուստադիտողին։ Սա Թրամփի առաջին հրապարակային հայտարարությունն այն բանից հետո, երբ նրա փաստաբանները BBC-ին գրել էին, որ եթե նրանք չհերքեն, ներողություն չխնդրեն եւ չփոխհատուցեն, ապա իրենք $1 միլիարդ վնասի փոխհատուցում կպահանջեն։ BBC ընկերության նախագահ Սամիր Շահը արդեն ներողություն է խնդրել մոնտաժի համար։ Բրազիլիայի Բելեմ քաղաքում տասնյակ ցուցարարներ փորձել են ներխուժել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի COP30-ի տարածք։ Ցուցարարների եւ անվտանգության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով բացի նյութական վնասներից անվտանգության 2 աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել։ Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հետ մղել ցուցարարներին։ Համաժողովի մասնակիցները ստիպված են եղել մնալ շենքի ներսում, մինչև իրավիճակը կարգավորվի, իսկ ավելի ուշ նրանց թույլատրվել է դուրս գալ։ Բրազիլիայի եւ ՄԱԿ-ի իշխանությունները հետաքննում են միջադեպը։ Համաժողովն առաջին անգամն է անցկացվում Բրազիլիայում։ Ամազոնի բնակիչներից շատերը բարձրաձայն քննադատում են կլիմայի փոփոխության եւ անտառահատման հետևանքով իրենց տներին հասցված բնապահպանական վնասը։ COP30-ի կլիմայական համաժողովին մասնակցում են գրեթե 200 երկրների պատվիրակներ։ Էդուզոն լեզվի կենտրոնը նշել է հիմնադրման 3-ամյակը։ Կրթական նորագույն ծրագրերով, նորարարական գաղափարներով, ինտերակտիվ շփումների միջոցով ստացած գիտելիքները նոր հնարավորությունների դռներ են բացում սովորողների առջև։ 3 տարի անց բազմալեզու կրթական կենտրոնի դինամիկ զարգացումների ընթացքն ապահովելու կրթական նոր 3 գոտիների մեկնարկը։ Երեք տարի առաջ նույն այսօրը կրթական նոր հորիզոններ բացելու գաղափարի շուրջ հավաքվեցին նվիրյալ մասնագետները եւ հիմնեցին Էդուզոն լեզվի կենտրոնը։ Այն 21-րդ դարի հմտություններին տիրապետելու եւ կարողունակությունները զարգացնելու լավագույն հարթակը դարձավ, որտեղ իրականանում են կրթվելու, մտածողություն զարգացնելու ձգտումները։ Եվ 11-րդ ամսվա 11-րդ օրը Էդուզոնը նշեց հիմնադրման 3-ամյակը։ Պահանջվում էր նոր ավելի հզոր, ավելի ժամանակակից, նորարարական տեխնոլոգիաներով զարգացած հարթակ, որը կտար երեխաներին իրենց ստացած գիտելիքները դարձնել հմտություն, կարողունակություն եւ կարողանալ արտահայտել դիրքորոշում, կարծիք, ազատ շփվել, բանավիճել եւ այս ամենը տրամադրում է Էդուզոն լեզվի կենտրոնը։ Տեխնոլոգիաների առաջընթացի դարում զարգացման նոր հորիզոններ են բացվում կրթության ոլորտում, որը լիարժեք կիրառվում է Էդուզոնում։ Այստեղ սովորելն ավելի քան դինամիկ ու հետաքրքիր է, կրթվում է ժամանակի քաղաքացին, զարգացնում նոր մտածողություն։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կրթօջախ, որտեղ սովորողները կունենան լայն հնարավորություն զարգացնելու 21-րդ դարի հմտությունները, որոնք դուր կբացեն դեպի աշխարհ, դա ներառի արհեստական բանականության հմտություններ, քննադատական մտածողություն եւ այլն։ 3 տարիների դինամիկ զարգացման տրամաբանական շարունակությունը Էդուզոնի կրթական նոր գոտիների մեկնարկը դարձավ։ Նոր տարածքում եւ տեխնիկապես հագեցած միջավայրում նոր հմտություններ ձեռք բերելու, կրթվելու եզակի հնարավորություններ են բացվում։
Business Zone։ Սա մի վայր է, որտեղ սովորողները ունենում են մեծ նպատակներ ու հնարավորություններ։ Տեսեք ներկայացնում մեր առաջին Magic Shelf։ Այստեղ կարող եք տեսնել տարբեր տեսակի դիդակտիկ պարագաներ, ինտերակտիվ խաղեր, ֆլեշ քարտեր, ինչպես նաև մեր ամառային միջազգային ճամբարների շրջանակներում տարբեր երկրներից բերված հուշանվերներ։ Ժամանակակից կրթության մարտահրավերներին դիմակայելու գործիք է լեզուների իմացությունը։ Բազմալեզու կենտրոնի Լինգո կրթական կոդին թույլ է տալիս սովորել աշխարհում տարածված մի շարք լեզուներ։ Հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, թուրքերեն, այդ թվում նաև աշխարհի հզոր լեզուներից մեկը՝ չինարենը։ Sexy woman, այսինքն վստահի մեզ։ Լինելով անգլերենի թեկումով զարգացման կենտրոն, շատ ուրախ եմ, որ Գյումրիում, Հայաստանում ու Գյումրիում նաև տեղ է տրվում ֆրանսերենին։ Էդուզոնը պատրաստում է բոլորիս 21-րդ դարի բոլոր հմտություններին ու վստահ եմ, որ ովքեր որ ուզում են կերտեն իրենց լուսավոր ապագան, Էդուզոնը լավագույն միջավայրն է դրա համար։ Բազմալեզու եւ բազմամշակույթ է Էդուզոնը։ Օտար լեզուներով հաղորդակցվելու հմտությունները էդուզոնցիները գործնականում կիրառելու հնարավորություն են ստանում կրթական միջազգային ամառային ճամբարների ընթացքում։ Դրանք թույլ են տալիս երեխաներին անմիջական շփման միջոցով զարգացնել լեզվամտածողությունն ու հաղորդակցությունը։ Էդուզոն լեզվի կենտրոնը մեզ հնարավորություն է տվել ճամփորդելու Եվրոպա, Անգլիա, ես հաճախել եմ դեպի Եվրոպա ծրագրին, Պրահա եւ Դրեզդեն քաղաքներում եմ եղել, այդ ճամփորդությունը կյանքի մի մասնիկն է, որ երբեք չի մոռացվում։ Էդուզոնի երրորդ կրթական կոդին Smart լսարանն է, որը հագեցած է որակյալ ու կրթության ապահովման նորագույն տեխնոլոգիական միջոցներով։ Այն վերածվելու է անգլերենի միջազգային փորձարարական քննական հարթակի։ Առաջարկը ստացվել է բրիտանական խորհրդի կողմից։ Ստացել ենք առաջարկ, որ Էդուզոն լեզվի կենտրոնը շուտով դառնալու է IELTS փորձարարական քննության թեստ կենտրոն, որտեղ կարող են փորձնական քննություններ իրականացվել, իսկ IELTS այսօր միջազգային քննություն է, որի շնորհիվ երեխաները կարող են ընդունվել եւ Հայաստանում ամերիկյան համալսարան եւ ցանկացած բու Եվրոպայում։ 3 տարում կենտրոնը հաջողությամբ համագործակցել է տարբեր ուսումնական հաստատությունների հետ, նաև բուհերի հետ փոխգործակցության եւ կապերի ստեղծման սկիզբը դրվեց։ Էդուզոնի եւ Եվրոպական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Էդուզոնի հետ համագործակցությունը մեր համար լուրջ ձեռքբերում է, քանի որ Էդուզոնը ապացուցել է, որ տալիս է այնպիսի աշակերտներ, ապագա ուսանողներ, ովքեր մեզ համար լինելու են ձեռքբերումներ։ Էդուզոնի կրթական ծրագրերով ուսուցման նորագույն մեթոդներով ստացած գիտելիքները միջազգային բուհերում կրթությունը շարունակելու հիմքն են եղել։ Կենտրոնի գործունեության 3-ամյակը առիթ էր նաև արժանավորներին գնահատելու եւ պարգևատրելու համար։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Գյումրի ժողովրդիկների պետական նվագախումբն ամփոփեց հայ երգը նախագիծը, հանդես գալով հերթական փորձարարական ձևաչափով։ Առաջին անգամ ժողովրդական նվագարաններով հնչել է ջազ երաժշտություն։ Համերգաշրջանի եզրափակիչ ծրագրում ժողովրդիկների նվագախմբին էր միացել երաժիշտ ջազմեն Խաչիկ Սահակյանը։ Հայ երգը նախագիծն իրականացվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Եվ ռիթմ, եւ էներգետիկա, էքսպերիմենտալ հետաքրքիր ջազային մթնոլորտ էր համադրված հայկական ազգային ժողովրդական նվագարանների միաձույլ երկխոսությամբ։ Ժողովրդիկների նվագախմբի դահլիճն առաջին իսկակորդից վարակվեց իմպրովիզացիային տրամադրությամբ։ Ինքը իրանով շատ հարուստ երաժշտություն է, շատ խորը հարմոնիկ լուծումներ է ենթադրում ու ռիթմերի մասին էլ չասած ու ամենտեղ սկսվեց օգտագործել։ Այդ թվում նաև իհարկե մեր հայկական երաժշտության մեջ։ Բայց իմ կարծիքով արդեն վաղուց այդ սահմանները դարձել են թափանցիկ, այսինքն շատ դժվար է հասկանալ որտեղ է վերջանում ջազը, որտեղ է վերջանում սկսում ժողովրդականը։ Ջազի ազատ ու ստեղծագործ շունչը լի էմոցիոնալ ելևէջներով երաժիշտը փոխանցեց ունկնդրին,
Վաղուց է, որ ջազը Խաչիկ Սահակյանի համար ասելիք ու կյանքի ռիթմ է, բայց որ իր ստեղծագործական ճանապարհին կունենա հնարավորություն այն համադրել ազգային նվագարանների, այդ թվում բլուրի հնչողության հետ, երաժշտի համար էքսպերիմենտ էր։ Անկեղծ ասած, ես ինքս չէի պատկերացնում, որ այսքան հաջող կարա լինի այս համադրումը, իհարկե շնորհիվ Գյումրու ժողովրդիկների բարձր պրոֆեսիոնալիզմի, որտեղ եւ իհարկե շնորհիվ Կարենի Մայելյան, մեր մայստրոյի, որը կարելի ասել բոլոր գործիքավորումների համահեղինակն է։ Ընդհանուր գծերով իրան ներկայացրել եմ ամբողջ պատմությունը, ինքը այդ ամեն ինչը վերափոխել է ժողովրդիկների համար։ Հին ու նոր, դասական ու ժամանակակից ստեղծագործությունները ժողովրդիկների պետական նվագախումբը ներկայացնում է վարպետորեն։ Հայ երգը նախագծի եզրափակիչ երրորդ համերգը ևս այդ տպավորիչ շարքից էր։ Կատարումներն ապացույցն են այն բանի, որ մեր երաժշտարվեստն այնքան ճկուն է, որ կարող է ազատորեն հաղորդակցվել տարբեր ժանրերի հետ։ Մեր հիմնական նպատակը մեր ազգային մշակութային ժառանգությունը հանրությանը ներկայացնելն է, բայց այս փորձարարական ծրագրերը իրականացնում ենք այն պատճառով, որ մենք կարողանանք բացի մեր հիմնական հանդիսատեսից նաև նոր հանդիսատեսներ գրավել եւ հետագայում այդ հանդիսատեսին դարձնել մեր հիմնական, այսինքն ոչ թե որ ինքը միայն կա փորձարարական ծրագիր լսելու, այլ նաև ինքը ներկա կլինի մեր հիմնական առաքելությունը, որ իրականացնում ենք մեր ազգային երաժշտությունը ներկայացնելու։ Երբ հանդիսական ինքն է դառնում երեկոյի ուղիղ մասնակիցը, նշանակում է, որ փորձարարական մոտեցումը հաջողված է եւ ամենաանկեղծ ձևով հասել է իր նպատակին։ Երաժիշտների վարպետության աստիճանը բնորոշեց նաև Պագանիի գործի հայեցի մեկնաբանությունը։ Ժողովրդիկների նվագախումբը շատ հրաշալի ծրագրեր է իրականացնում, համագործակցելով շատ հայտնի երաժիշտների հետ, որոնցից մեկն էլ այսօր Խաչիկ Սահակյանն է, որը շատ տաղանդավոր երաժիշտ է, շատ համեստ է, դրա համար իրեն անունը այդքան շատ չեն երևի լսում, բայց շատ տաղանդավոր եւ կարողանում են ժողովրդական ազգային երաժշտության ակունքներից հրաշալի մեղեդիներ պեղել, նորովի մատուցել, զգալով այսօրվա երաժշտացերի զարգերակը։ Ընկեր Սահակյանը հոյակապ երաժիշտ է, իսկական ջազի մասնագետ է, ժողարվեստը, ժողերաժշտությունը եւ ջազը միմյանց հետ շատ կապված են։ Շատ ուրախացա, շատ զգացված եմ եւ շատ բաներ սովորեցի այս համերգից։ Աշակերտներով գալիս ենք միշտ ժողովրդական գործիքներ լսելու, որպեսզի հասկանանք հայերի պատմությունը ժամանակի ընթացքում եւ սովորենք եւ ժառանգենք, որպեսզի մենք նույնպես այդ կատարենք։ Ջազի եւ ազգայինի ինքնատիպ համադրումով եզրափակվեց հայ երգը նախագիծը, որին հաջորդելու է ժողովրդիկների պետական նվագախմբի նոր Ճանաչիր ազգային է երաժշտական ծրագիրը, որը դպրոցահասակների համար է։ Ծրագրի շրջանակում հանդես կգան 12 համերգով։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Այժմիլիանոսը եւս սպառված է։ Հետևեք նորությունների ժամը 20-ին։ Դյուսոնն արդեն Գյումրիում է, Տերյան 84 հասցեում։ Դյուսոն խանութում ձեզ սպասում է մեծ տեսականի, օրթոպեդիկ ներքնակներ, առողջ եւ հանգիստ քնի համար, անկողնային պարագաներ, բարձր, վերմակներ, կատարյալ հարմարավետության համար, սրբիչներ եւ տեքստիլ, բարձր որակի եւ նրբության համադրություն։ Դյուսոն խանութ